Ես լիովին համակարծիք եմ այն դիտարկումներին, որ քննչական կոմիտեի կողմից հրապարակված տեղեկությունները կոպտորեն խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով նախատեսված մասնավոր կյանքի գաղտնիության վերաբերյալ բրիթները, բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է ավելի խորքային հարց, դա այն է, որ սա առանձին վերցված դրվագ պետք չէ դիտել, այլ պետք է դիտել համատեքստում։ Համատեքստ առաջին ես միանշանակորեն դիտում եմ Գագիկ Ծառուկյանի եւ Գագիկ Ծառուկյանի դեմ Նիկոլ Փաշինյանի կողմից բացահայտ հայտարարված պետական տերորի մի դրսևորում։ Այն ունեցել է ազատության իրավունքի սահմանափակման ուղղված քայլեր, այն ունեցել է սեփականության իրավունքից զրկելու քայլեր, այն ունեցել է անձնական մանր վրեժխնդրություն, մասնավորապես այդքան Գագիկ Ծառուկյանի համար հանրային տեղեկատվություն է արժեքավոր կենդանիների նկատմամբ քայլեր եւ հիմա նրա ընտանիքի անդամներին անուղղակիորեն, լավ էլ ուղղակիորեն, այսպես նրանց վարքագիծը կասկածի տակ դնող անձնական բնույթի տեղեկություններ են հրապարակվում։ Այսինքն սա է համատեքստը։ Երկրորդ համատեքստը վերաբերում է առհասարակ այն հանգամանքին, որ մեր պետական մարմինները, հատկապես իրավապահ կոչվող մարմինները, որոնց ավելի ճիշտ կլինի արդեն կոչել ռեպրեսիվ մարմիններ, արդեն իրավապահ տերմինը գնալով դառնում է ոչ կիրառելի, ռեպրեսիվ մարմինները ոչ միայն եւ ոչ այնքան զբաղվում են իրենց լիազորություններով, այլ հանդես են գալիս որպես նյուզմեյքերներ եւ այդտեղ կարեւորը հենց այն տեղեկատվական բաղադրիչն է, որ նրանք այսպես ասած արտադրում են եւ ներկայացնում են հանրությանը։ Այսինքն սա այս երկու համատեքստերը պետք է հաշվի առնենք, սա առաջի դեպքը չի։ Օրինակ ընտրությունների ժամանակ անընդհատ նրանք հակակառուցություն էին իրականացնում առանձին իրենց հաղորդագրություններով, առանձին ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Այս երկու համատեքստերն են այստեղ։ Առաջի համատեքստը ավելի կոնկրետ է, վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, երկրորդը ավելի ընդհանուր է եւ վերաբերում է մեր պետությունը, մեր պետության գահավիժող հակաժողովրդավարացմանը։ Այսինքն հակաժողովրդավարական բաղադրիչ է, որ իրավապահ մարմնի համար շատ ավելի կարևոր է տեղեկատվական քարոզչական բաղադրիչը իրենց աշխատանքի, ընդ որում քաղաքական քարոզչություն է այստեղ ըստ էության։ Քանես բուն աշխատանք է։ Եվ ես նաև ինչ որտեղ արձագանքելով առաջին համատեքստին, ցանկանում եմ ասել, որ այդ պարտքս եմ համարում ասել, որ այդ անձանց չեմ ճանաչում, ոչ Արգամ Աբրահամյանին եմ ճանաչում, երբևէ չեմ շփվել, ոչ նրա տիկնոջն եմ ճանաչում, բայց օրինակ Գագիկ Ծառուկյանի դուստրերից մեկին եմ ճանաչում, որպես դասախոս դասավանդել եմ եւ կարող եմ ասել, որ ամենաբարձր հատկանիշներով օժտված թե ուսանող, թե որպես մարդ կարող եմ ասել, եւ բոլոր այն փորձերը եւ Գագիկ Ծառուկյանի ընտանիքը ավելի ճիշտ դուստրերին արկաբեկելու ես դա մերժելի եւ անընդունելի եւ զազրելի եմ